Ոստիկանության ծառայողները վերապատրաստվում են ուժային միջոցների կիրառման նոր ստանդարտներին ծանոթանալու համար, որոնք սահմանվել են այս տարվա հոկտեմբերին։ Նոր գործելակարգը հստակ սահմանում է, երբ, ինչ պայմաններում եւ ինչ չափով կարող է կիրառվել ուժը մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությամբ։ Ստանդարտները մշակվել են ելնելով այն ելակետից, որ ոստիկանության գվարդիայի ծառայողը պետք է այսպես մտածի. ինչպես անել, որպեսզի ուժային միջոցները չգործադրվեն, եթե հնարավոր է իրավաչափ նպատակին հասնել այլ միջոցներով, խոսքը վերաբերվում է հաղորդակցությանը, լայն իմաստով, նեղ իմաստով խոսքը վերաբերվում է բանակցային գործընթացին։ Այս նպատակով ոստիկանության գվարդիայում ստեղծվել է նույնիսկ հատուկ բանակցային ստորաբաժանում։ Ծառայողի գործելակարգում շեշտադրված է նվազագույնի սկզբունքը։ Օրինակ, եթե ոստիկանության գվարդիայի ծառայողը կարող է բավարարվել անձին հեռացնելուց, իրավախախտում կատարած անձին հեռացնելով, պարտադիր չէ, որ իրականացնի ձերբակալում եւ անձի տեղափոխում համապատասխան ստորաբաժանում։ Պասիվ անհնազանդության դեպքում կիրառվում են ավելի մեղ միջոցներ, իսկ ակտիվ դիմադրության դեպքում ավելի ուժեղ միջամտություն, սակայն միշտ համաչափ եւ հիմնավորված, նշում է Պետրոսյանը։ Նոր գործելակարգը պարտադիր է կատարման համար եւ արդեն ներառված է ոստիկանության ծառայողների վերապատրաստումների ծրագրում։ Վերապատրաստումները բովանդակային առումով բաժանվում են երկու մասի։ Առաջին դա տեսական գիտելիքներն են, այսինքն իրավական ակտերի իմացությունը, իսկ երկրորդ մասը դա գործնական գիտելիքներն են, այսինքն կոնկրետ վարժություններ, ձեռնամարտի հնարքներ, որոնք հնարավորություն են տալիս ճիշտ կիրառել, որպեսզի հնարավորինս նվազ վնաս հասցվի իրավախախտին, բայց միևնույն ժամանակ կարողանա ոստիկանության գվարդիայի ծառայողը հասնել իրավաչափ նպատակի կատարմանը։ Ուժի կիրառման նոր ստանդարտներին զուգահեռ ներքին գործերի նախարարությունում մշակվել են նաև անձնական տվյալների պաշտպանություն եւ անձնական տվյալների պաշտպանությունը ոստիկանության գործողությունների ընթացքում ուղեցույցները։ Ուղեցույցի միջոցով ոստիկանության ծառայողներին առավել պարզ եւ մատչելի տարբերակով, պրակտիկայից վերցած օրինակներով, սխեմաների միջոցով ներկայացվում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործող օրենսդրությունը։ Ուղեցույցում տեղ են գտել նաև տեխնոլոգիական զարգացման հետ կապված ռիսկերը։ Օրինակներ ունենք, որոնք վերաբերվում են անձանց բիոմետրիկ տվյալներին, որոնք կարող են, այսպես ասած, առևանգվել եւ օգտագործվել, օրինակ կեղծ էջեր բացելու կամ անձնագրային տվյալները օգտագործվեն ինչ-որ բանկերի միջոցով որոշակի գործառույթներ իրականացնելու հետ կապված։ Ուղեցույցը հստակ սահմանում է նաև ոստիկանության պարտավորությունները քաղաքացիների առօրյա խնդիրների լուծման ժամանակ։ Երբ որ քաղաքացին զանգահարում է ոստիկանություն, նշում ինչ-որ մեքենայի համարներ, ասելով, որ փակել է իրենց բակի մուտքը եւ մեքենաները եւ իր մեքենան էլ չեն կարողանում դուրս գալ, խնդրում է տրամադրել մեքենայի տիրոջ հեռախոսահամարը, անունը, որպեսզի կարողանա ինքը կապվել։ Նման իրավիճակներ են նկարագրած, մասնավորապես այս դեպքում մենք նշել ենք, որ ոստիկանությունը իրավունք չունի տրամադրելու անձի անձնական տվյալները, անունը, ազգանունը, հեռախոսահամարը, փոխարենը ոստիկանությունը իր գործառույթների շրջանակում պարտավոր է լուծել անձանց խնդիրը, այսինքն ինքը կապվի այդ անձի հետ։ Այս ուղեցույցներին ծանոթանալու համար եւս ոստիկանությունում շարունակական վերապատրաստումներ են անցկացվում։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են նոր ստանդարտներն ու ուղեցույցները մեկ նպատակ ունեն՝ ոստիկանության գործունեությունը դարձնել առավել կանխատեսելի, իրավաչափ եւ արդյունավետ։ Քրիստինե Թորոսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։